Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին ավարտել այգեթաղը։ Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արարատյան հարթավայրի եւ Նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ։ Նախարարությունը զգուշացնում է, որ խիստ սառնամանիքի դեպքում վազերն ամբողջությամբ ցրտահարվում են եւ վտանգվում է ոչ միայն տվյալ տարվա, այլև հաջորդ տարվա կայուն վերքի ստացումը։ Ուստի հորդորում են նշված տարածաշրջանների այգեգործներին ռիսկի չդիմել եւ արագացնել այգեթաղի աշխատանքները։ Դոնեցկում դրամական միջոցների անբավարարության պատճառով աշխատավարձերը կարող են առաջին անհրաժեշտության մթերքներով վճարվել։ Այս մասին հայտնում է Մոսկովսկի Կոմսոմոլեցը, վկայակոչելով անջատականների մամուլի ծառայությունը։ Ըստ այդմ, անջատականները մտադիր են միացյալ պարենային ֆոնդ ստեղծել բնակչությանը պարենամթերքի մատակարարման կայունությունն ապահովելու համար։ Ըստ աղբյուրի, ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը Կիևին մեղադրել էր Դոնեցկի եւ Լուգանսկի ապօրինի տնտեսական շրջափակման համար, ինչը պայմանավորված էր Դոնբասի բնակիչների կենսաթոշակների վճարումը դադարեցնելու մասին ուկրաինական իշխանությունների որոշման հետ։ Ամերիկյան Apple ընկերությունը 20-ից 25%-ով բարձրացրել է իր արտադրանքի գները Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Կոմսոմոլսկայա Պրավդան, վկայակոչելով Apple Store խանութի առցանց կայքը։ Ըստ նոր գնացուցակի 16 GB հիշողությամբ ամենաէժան iPhone 6-ը թանկացել է 8000 ռուբլիով, նախկինում այն արժեր 31900 ռուբլի, իսկ iPhone 6 Plus-ն այսուհետ կվաճառվի 58900 ռուբլիով։ Թանկացել է նաև 5-րդ սերնդի iPhone սմարթֆոնը եւ iPhone 5S-ը։ Այսուհետ այն կարժենա 29900 ռուբլի, այսինքն 5000 ռուբլիով թանկ։ Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սահմանվել են նավթի հետևյալ գները։ Նյու Յորքի Mercantile Exchange բորսայում նավթի Light Sweet տեսակի գինը նվազել է 2.23%-ով եւ կազմել շուրջ $75, իսկ Լոնդոնի Intercontinental Exchange Futures բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.7%-ով եւ կազմել շուրջ $78։ The Economist ամսագրի վերլուծական բաժնի փորձագետները առաջիկա 2 տարվա համար նվազեցրել են բնական գազի գների վերաբերյալ կանխատեսումները։ Դա պայմանավորված է ամերիկյան շուկայում գազի պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելացմամբ։ Փորձագետների կանխատեսմամբ առաջիկա 1 տարվա ընթացքում բնական գազի միջին գինը ամերիկյան Henry Hub տերմինալում 1 միլիոն բրիտանական ջերմային միավորի դիմաց կկազմի $4.3, նախկինում կանխատեսվում էր $4.45։